նախկինում Հայաստանում եւ նաեւ որոշակի չափով Ադրբեջանում, Վրաստանում ժամանակ առ ժամանակ, եթե կար որևէ գործընթաց, որը ուներ աշխարհաքաղաքական ենթատեքստ, նույնիսկ եթե չուներ ներքին քաղաքական գործընթացներում, Ռուսաստանը վերջնական ձայնի իրավունք ուներ, այսինքն կարող էին տարբեր կողմեր խոսել, զրուցել, բանավիճել, փորձել մրցակցել եւ այլն, վերջում Ռուսաստանն էր որոշում, թե ով պետք է հաղթի։ Եվ սա իրականություն է եղել ոչ միայն աշխարհակաղակական առումով, ես արդեն ասացի, այլ օրինակ թե ով պետք է լինի այդ երկրի արտաքին գործերի նախարարը, ով պետք է լինի այդ երկրում այն մարդը, ով որ զբաղվելու է տարածաշրջանային համագործակցության հարցերով եւ այլն, բազմաթիվ այսպիսի բաներ, ընդ որում եւ Հայաստանի համար է դա իրականություն, եւ Վրաստանի եւ Ադրբեջանի համար։ Այսօր Ռուսաստանը այդ վերջնական ձայնի իրավունքը չունի։ Ռուսաստանը չի որոշում Հայաստանը Եվրամիության գաղութաժողով անցկացնի իր երկրում, թե չանցկացնի։